Սիրելիներս ողջույն բոլորին, ես ուսոսեմ ողջունում ենք ձեզ, ձեր աչքին գուցե սովորական թվացող, բայց ինձ համար այս պահին հոգուս խաղաղությունն ու բավարարվածությունը արտացոլող այս տեսարանից, երբ ես արել եմ իմ տան բոլոր գործերը, վերջացրել եմ 8 բորգաս, լողացրել եմ 4 երեխայի, 3-ին քնացրել եմ, Սոսեն իմ բրոշկանա, մինչև ես չքնեմ, ինքը չի քնելու, բայց ինձ չի խանգարում, հիմա հանգիստ կարող եմ վայելել իմ երեկոն ու անցնել մոնտաժներից, որպեսզի դուք ունենաք վլոգներ շատ շուտ առավոտյան վաղենք արթնանալու, պետք է հիմա խմեմ կակաոս, ուտեմ իմ թխած տորթիկը, բանանի ու գույզի միջուկով շատ համեղ է ստացվել ու մի քանի մոնտաժ անեմ եւ գնամ քնելու, որովհետեւ արդեն ասացի, որ առավոտյան վաղ ենք արթնանալու, պետք է պատրաստվենք, գնանք ընտանեկան ֆոտոշութի, չգիտեմ ոնց ենք հաջողացնելու այդ ֆոտոշութը, որովհետեւ 4 երեխայի հետ գնալ ֆոտոշութի մի իսկական փորձառություն է, ուսամ պատվով կանցնենք դրա միջով, այդտեղ նաեւ հանել եմ տոնածառի խաղալիքները, չեմ ուզում շատ ցույց տալ, որպեսզի այս վլոգի հաջորդ վլոգն արդեն լինի ամանորյա թեմայի մեջ, թե ինչպես ենք զարդարում տոնածառը, տունը, մի խոսքով այն ձեր ամենասիրելի վլոգներից լինի, բայց համոզված եմ, որ այս վլոգը ոչ պակաս հետաքրքիր է լինելու, այնպես որ մնացեք ինձ հետ, շատ հետաքրքիր դրվագներ ենք ունենալու այս վլոգի ընթացքում։ Bedenken. Du parehst du. Hoch, Chichi. Jo. Böyle Dışarıdan titremek ha? Bahçetenim. Hayatın. Mir hat es lacht ամենալավ բանը հիշեք, ինչ եք արել իրար հետ, ոնց եք յացեցել։ Հիշում եք ու ծիծաղում եք, հա։ Լավ է։ Արնո։ Այս խոսած հիշացնես դու իրան, ու ծիծաղալ։ Դե հիշացնելով ուզում եմ ասել մոռացել հիշեք, բայց եթե դու հիշացնել չէ։ Բայկարակ։ Դե մի հատ ծիծաղացեք, մի հատ նայ ապերի ծիծաղա։ Է Արնո։ Արնո սիրուն աշեմ։ Սիրուն, Հա, շատ լավն է։ Վախ, չգիտեմ։ Ոսի ձև ատում է, բայց Չգիտեմ ոնց է անցել մեր նկարահանումը, որովհետև բացարձակ չեմ տեսել ոչ մի նկար, բայց երեխեքը ընթացքում շատ ակտիվ էին իրենց պահում, ի վերջո հասկացա, որ դժվար ընտանեկան ֆոտոշութ ունենալը, սենց 6 հոգով, մի կերպ տրամադրվել նկարվել ենք, Սոսեն էլ ընթացքում լացում էր, մի խոսքով հուսամ լավ կադրեր ունեցել ենք, վստահում եմ իրականում զոնային հաստատ արանքում լավ կադրեր ֆիքսած կլինի, կդնեմ ալիքում դուք էլ կտեսնեք, երբ պատրաստ լինեն նկարները, իսկ հիմա գնում ենք տուն, որ արագ պատրաստվեմ, որովհետև հյուրեր ենք ունենալու, պետք է գնումներ կատարենք, ուտեսներ պետք է պատրաստեմ մի քանի ու այդ ամբողջի համար շատ կարճ ժամանակ ունենք, երևի 1-1.5 ժամ ընդամենը, ուսամ կհասցնենք այդ ընթացքում, կինդեր էլ կառնենք, կինդեր եմ խոստացել Արնոյին, ընթացքում պարբերաբար հիշացնում էի, ասում եմ Արնո ջան ժպտա, սիրուն նկարվի, քեզ կինդեր ենք առնելու, Էլա ժողովը, պրոստը սիրում է, դրա համար տենց ենք անում։ Ռապոնը սույզա կմտածեն մեր երեխեն վաբշե կինդեր չի կեր։ Ասեմ էլի մի հատ ոնց կարնես, անպայման բանովը, այն որ մեջը, մամ, այն որ մեջը, մամ, Այս մառախուղ է, թե ծուխա ինչ-որ։ Մառախուղը, Տեսանելից ու չկան հարավես, 10 մետրից են կողմ։ Մետրաժը խաղարվում է Նայ, շենքից են կողմ էլ չկա։ Որտև շենքից եկում բան չկա։ Շատ մոտո։
վազում ենք խանութ, որովհետև ընդհանրապես ժամանակ չունենք։ Մի քանի տեսակ ուտեստ պետք է պատրաստեմ, ու չգիտեմ ոնց եմ հասցնելու։ Չտես։ Տուն հասնելուն պես շատ արագ անցնում եմ գնումներս դասավորելուն, որ հասկանամ ինչ եմ անում, որտեղից եմ սկսում, եթե խոհանոցս մնար այս քաոսի մեջ, հաստատ մտքերս էլ էին քաոտիկ լինելու ու չէի կարողանալու գործերս ճիշտ դասակարգել, որոշեցի նախ գնումներս դասավորել, հետո անցնել ըստ հերթականության ուտեստները պատրաստելուն։ Կոնֆետները որոշեցի միանգամից մի քիչ շատ վերցնել, նաև ամանորի համար կպահեմ։ Հիմա անցնում եմ գործի առաջին այս հացեր ուղարկում ջարով մի փոքր չորանամ, հավը մշակեմ և գյուտեմ։ Բրուսկետաներ շատ եմ սիրում ու շատ հաճախ եմ պատրաստում, առհասարակ ես չորահացերի վրա պետքա սերուցքային պանիր քսել, բայց ես նախընտրում եմ հորած պանիր, շատ եմ սիրում այդպես, հիանալի համադրություն ա ստացվում գունավոր տապակած պղպեղների հետ, վերջում մի փոքր բալզամիկ եմ ավելացնում և սոյայի սոուս, կարող եք փորձել ու կարող եք նաև քունջութ ավելացնել կամ կտրատված համեմ։ Տաք ուտեստները ևս պատրաստ են, այստեղ քյուֆթայի հետ ունենք ֆունչոզա բանջարեղեններով և հավ, կարտոֆիլ ու բանջարեղեններ տապակած։ Սա էլ մեր սեղանի ամբողջական տեսքը, կարծում եմ շատ գեղեցիկ ու հագեցած է ստացվել, նաև շատ համեղ ու իհարկե ընթրիքից հետո չենք մոռանում նաև սուրճի մասին։ Հյուրերից ճանապարհեցի ու պետք է անցնեմ խոհանոցս կարգի բերելուն, շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին, լիքը զրուցեցինք, շատ հավեցեր, շատ ուրախացա ու հիմա պետք է խոհանոցս կարգի բերեմ, նոր գնամ քնելու, չեմ սիրում բացարձակ, որ թողնում եմ տունը թափրտված նման հավաքույթներից հետո ու գնում եմ քնելու, որովհետև եթե տունը այս տեսքի թողնում ես, հաջորդ օրդ չես կարողանում ավելի դրական սկսել, ավելի լավ աուրայով սկսել, որովհետև արտանում ես ու տեսնում ես, թե ինչ քաոսա շուրջդ կատարվում, իսկ հիմա ես կհավաքեմ ամբողջը, կմաքրեմ, դասավորեմ ու նոր կգնամ քնելու, որպեսզի վաղը ավելի լավ դրական նոտայից սկսեմ։ Ու նաև չեմ սիրում, երբ հյուրերը սկսում են տան տիրուհու հետ միասին անցնել գործի, հավաքել, դասավորել, լվանալ, կարծում եմ, որ դա էթիկայի կանոններին դեմ է, ինձ ավելի հաճելի է, որ ես հյուրերիս հետ շփվեմ, զրուցենք, լավ ժամանակ անցկացնենք, իրենց ճանապարհելուց հետո ես ինքս անցնեմ իմ գործերին, ես ավելի լավ գիտեմ իմ խոհանոցում, որտեղ պետք է դնել, ինչ գործից պետք է սկսել, ինձ շատ ավելի հանգիստ ու հեշտ է այդ գործը տրվում, քան եթե ես այդ ամբողջը անեմ հյուրերիս հետ միասին։ Այնպես որ ավել հյուրերիս ծանրաբեռնել ու տանջել չեմ սիրում, կարծում եմ իրենք հյուր են գալիս լավ ժամանակ անցկացնելու համար, ոչ թե տանտիրուհու հետ մաքրություն անելու։ Մի խոսքով ճանապարհեցի իրենց, շատ ուրախացա, անկեղծ շատ սիրուն հաճելի երեկո ունեցանք ու հիմա հանգիստ կանցնեմ իմ գործերին արդեն։ Նաև պետք է անպայման սառնարանս մաքրեմ, դասավորեմ, որովհետև այս մի քանի օրերի ընթացքում խառը ինչ ասես սառնարանում լցրել ենք, թե սոսեի 40-ի հետ կապված, թե դրանից հետո պարբերաբար անընդհատ հյուրեր ունենալու հետ կապված, ու հիմա պետք է մի հատ մաքրեմ սառնարանը, հասկանամ ինչ կա այնտեղ, ինչ մթերքներից է պետք ազատվել, մի խոսքով որտեղ է պետք դասավորել, սառնարանից մաքրությունն էլ պետք է անեմ։ Չգիտեմ հետևորդներից մեջ կան արդյոք արական սեռի ներկայացուցիչներ, թե ոչ, բայց եթե կան, վլոգի այս հատվածը կհետաքրքրի հատկապես իրենց, կամ այն կանանց, ովքեր սիրում են գնումներ կատարել իրենց տղամարդկանց համար, որովհետև անելու են ամբողջիկ, երկու մեծ տոպրակ, ամբողջը տղամարդու իրեր են, ես էլ չգիտեմ թե տոպրակների ներսում ինչ կա, որովհետև ես չեմ արել պատվերները, բայց հիմա միասին կնայենք, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Սպորտային սեթ, շատ լավ որակի, այսպես, և իր տապատը։ Սեթը 3 կտորից է բաղկացած, այսպիսի
սվիտր ու տապատը, որակը շատ լավն է, սա էլ տապատը, տապատն էլ լավ է, Ջան, Որ սոսեն պապայի գրկումա լուսավորությունը արդեն ավելի վառա, անցնենք երկրորդ հատեցին, այստեղ էլի սպորտային սեթ հա, հելե տես, էլի շատ լավ որակի, սիրում, սև, չգիտեմ այստեղ ինչ է, չգիտեմ ինչ է, եթե գիտեք կարող եք գրել մեկնաբանություններում, այս ինչ է, Գյուղացու գործիքա։ Եվս մեկ սպորտային սեթ, չգիտեմ խի բոլորը սև, առաջին սպորտային սեթից է, ուղղակի թևերի վրա ընդամենը, էլի 3 կտորից բաղկացած, ինձ շատ է դուր գալիս, որակները շատ լավն է, տաբատը, այստեղ նոսկիներ են, ոնց որ թե, այսպես, այստեղ, էլի նասկիներ են, սև, այսպես սովորական լիքը, բայց որակը այդքան է լավը չի, անցանք հաջորդին, շատ արագ, սենց մի հատ մեծ փաթեթ ունենք, որտեղ Եվս մեկ սպորտային սեթ, որակը որ պատկերացնեք, սենց ինչ-որ վիդյուրից։ Դյուրիշ բանը։ Բան չէ։ Վլիս են ասեն չեն, վլիսից ինչ-որ տաբատը, ժիլետ ասա առանց թևերի, և վերջինը չգիտեմ ոնց եմ բացելու, չգիտեմ ինչի այս պատվեր եկել պարկի մեջ, մեքենայի համար նախատեսված բարձիկներ, ես էլ է մեջքի հետևի համար, Չէ, դի մեջքի հետևի, մեջքի հետևի, այս հետևն ասը, շղթայով, մորացիքի նորցես պետքացից կամ, այսպես շղթայով, դե ինչ այսքանն էին մեր պատվերները, եթե որևէ մեկը հավանեցի, կարող եք մեկնաբանություն թողնել և ես կուղարկեմ լինկը համապատասխան սեթի և ինչպես ամուսինս հուշեց, հիանալի նվեր կարող է հանդիսանալ սրանցից որևէ մեկը ձեր ամուսինների համար հունվարի 28-ին։